Բարի առավոտ սիրելիներս, ողջունում եմ ձեզ, մեզ մոտ առավոտ է, նոր օր է սկսում ենք նոր վլոգ։ Իհարկե, այսօր առավոտը դուք էլ տեսաք առաջին կադրերից, մեզ մոտ մի փոքր անսովոր սկսվեց, դժբախտ պատահարով սկսվեց, առավոտ շուտ ժամը 8:30 էր, ահավոր դղրդյուն, ահավոր ձայն եկավ, ճիշտն ասած մտածեցինք, ինչ որ մի բան եղավ, բայց չմտածեցինք, որ այս մեր կողքերն է։ Անցավ 10-15 րոպե, ոստիկանների մեքենայի ձայներ, տապոկնության, հրշեջ մեքենան եկավ ու տեսակ ուղղաթիռը եկավ, հենց ուղիղ բժշկական ուղղաթիռ էր դա, ուղիղ մեր տան դիմացը իջավ ու ամբողջ տեսակ փոշին բարձրացրեց տունը, չգիտեմ ինչ դարձրեց, մեր պատշգամբը հիմա ցույց կտամ, թե ինչ վիճակի մեջ է, հիմա պետքա սկսեմ մաքրել։ Մի խոսքով մտածեցինք ինչ-որ գազի բալոն ա պայթել, ինչ-որ նման բան սրճարանում, որովհետև ահավոր ձայնը ահավոր էր։ Մեքենայի մեջ մի կին էր եղել ու մեքենայի մեջ ինչ-որ պայթել էր, պարկինգ անելուց, կայանատեղի գալուց պայթել էր մեքենան, այդպես ասեցին, ոչ մեկ ստույգ չգիտեր ինչա եղել, ճիշտն ասած ում հարցրեցի, այդպես բացատրեցին, որ մի կին ա եղել մեքենայի մեջ ու մեքենան պայթել է, ապակիները ամբողջ լցվել էր կնոջ վրա ու պետք է երևի Բարսելոն տանեին, գիտեք որ մենք Բարսելոնից մի փոքր հեռու ենք ապրում, Բարսելոն պետք է տանեին, այդ պատճառով երևի շտապ էր պետք հասցնել տեղ ու ուղղաթիռ դրա համար ուղղաթիռ էր եկել։ Մի խոսքով առողջություն ցանկանանք այդ կնոջը, ամեն դեպքում դեռ կենթանի էր ու երևի կփրկեն, Աստված տա, բայց ահավոր, չգիտեմ, մեքենան տեսակ, թե ինչ էր եղել, ինչ էր մեջը, ոչ մեկ չգիտեր, անգամ վագոն ամուսնուս միլիցիոներին էր հարցրել, ոստիկանին, ասել էր չգիտենք ինչ ա եղել, մեքենան հին մեքենա է եղել, թե հիմա այստեղ գազի բալոնով մեքենաներ համարյա թե չի լինում, այստեղ կամ բենզինա կամ դիզվառելիք է։ Կամ կարող է այդ հազվագյուտ դեպքերից ա եղել գազի բալոնով, բայց դժվար թե հիմա մեքենայի մեջ ինչ ա եղել, չգիտենք։ Մի խոսքով այսօր մեր առավոտը սկսվեց այսպիսի անսովոր, դժբախտ պատահարով իհարկե, ու Աստված տա, որ կինը առողջանա շուտ եւ ոտքի կանգնի։ Ապա այստեղ տեսեք ժողովուրդ ջան, ամբողջ այս տերևները, աղբը, փոշին, ուղղաթիռը, որ կանգնեց քամի էր, ահավոր, չգիտեմ, այդ փոշին բարձրացրեց, լցրեց ամբողջ տերևներով այստեղ։ Չնայած մենակ մեր պատշգամբը չի, մեր ամբողջ շենքի պատշգամբները այս վիճակում է։ Դուռը բացեցին կետ րոպե, մի քանի տերև էր, տունը մտավ, հիմա հավաքեմ, մաքրեմ, իսկ որտեղ տեսեք ուղղաթիռը կանգնած է, մաքուր, ամբողջ աղբը լցրեց մեր տները, մեր պատշգամբը հատկապես։ Սիրելիներս, հիմա այս ամբողջը մաքրեմ, հավաքեմ, օրվա մեջ նորից կմիանամ ձեզ։ Ահա, այստեղ արդեն տեսեք, մաքրել եմ, ես էլ այն օրվա խորովածի շշերն են բերել եմ լվանա, որ նորից տանենք, տեղը դնենք, մինչև հաջորդ խորովածը։ Այստեղ արդեն մաքրել եմ, ծաղիկները քաշել եմ ամբողջը, այնտեղ ծաղիկի ջուրը թափվեց, մի փոքր ցեխոտվեց, հիմա սա էլ արդեն ջրով մաքրեմ ու տեղադրեմ։ Մի խոսքով դեռ խառը վիճակ է ինձ մոտ։ Իսկ մեզ մոտ այսօր շատ տաք, ճիշտ է քամի է, բայց որ արևը կա, արևը լավ ջերմացնում է։ Լավ եղանակ է այսօր գարնանայինը, կարծես թե։ Մի խոսքով ես շարունակեմ իմ գործը։ Անկեղծ ասած, տեսել էի, որ շանը հանում են դուրս, ման են տալիս, բայց որ տատրակ է ոնց որ, մի րոպե մոտեցնեմ, տեսեք, ցելով կապել է այս կինը, կերակրում է, այս երիտասարդներն են մոտեցան, ասում են կարող եք մենք էլ կերակրել, ամեն օր հանում է այսպես, ման է տալիս, կերակրում է ու նորից տանում է երևի տուն, տեսեք կապած է, բայց որ սենց կապեն տատրակի չի տեսը,
Թութակում տատրակ, վայրի աղավնի է ամեն դեպքում ոնց որ տեսեք Պասորեն ժողովուրդ ջան, ոչ թե տատրակ էր, այլ թութակ էր նստում է այստեղ մեր դիմացն էլ մեկ նստում խոսում է թութակի հետ հետո քայլելով այսօր ուսին դրած էր տանում, բայց միշտ քայլելով թութակը քայլում է, ինքն թելով քաշելով տանում է։ Մի խոսքով ամեն մեկը մի ինչ-որ կենթանու սիրահար է, կինն էլ թութակին է հանում դուրս ման տալիս ու էլի նորից տանում տուն։ Կրկին անգամ ողջույն սիրելիներս, մեզ մոտ հաջորդ օրն է ու եկել եմ այսին սիրուն վայր, որոշեցի ձեզ հետ կիսվել, եկել եմ Paseo de Gracia, արդեն ձևավորել են տոնական, չնայած ամեն տարի նույնն է լինում, բայց երեկոյան շատ գեղեցիկ է լինում, մի օր հաստատ երեկոյան դուրս կգանք զբոսնելու, ձեզ էլ մեզ հետ միասին մասնակից կանենք։ Իմ հետևում հիմա ցույց կտամ կշրջեմ հանրահայտ ճարտարապետ Անտոնիո Գաուդի Կասա Բատլո շենքն է, շատ գեղեցիկ շենք է ու շատ հանրահայտ է ինչպես տեղացիների, այնպես է զբոսաշրջիկների շրջանում։ Մի խոսքով արդեն ձևավորել են լույսերը ամսի 22-ից այստեղ վառել են, իհարկե գիշերով է գեղեցիկ։ Հիմա գնում եմ ճիշտ ասած Primark, այստեղ իջա, որոշեցի գեղեցիկ է, քանի որ ոտքով մոտավորապես 10 րոպե է, ոտքով գնամ դեպի Կատալոնիայի հրապարակ, քանի որ այնտեղ է գտնվում Primark-ը։ Հիմա որտեղ որ գեղեցիկ ինչ-որ չնայած այս մասերը, ճարտարապետությունը շատ գեղեցիկ է, ձեզ էլ միասին մասնակից կդարձնեմ, միասին կգնանք Primark։ Տեսեք, այս կողմում Կասա Բատլոյի շենքն է, շատ հանրահայտ է, կողքինն էլ ոչ պակաս գեղեցիկ է, Կասա Ամադերն է, բայց Կասա Բատլոն, չգիտես ինչի ավելի հայտնի է, բայց կողքինն էլ շատ գեղեցիկ շենք է ու ոչ պակաս գեղեցիկ է, քան Կասա Բատլոն։ Այս մի մայթից, դիմացի մայթից ավելի լավ է երևում ամբողջական շենքերը, դրա համար այստեղից եմ չնայած մեկը մերտ ավտոբուսները ոնց որ խանգարում են, բայց միևնույնն երևում է։ Ահա, ճիշտ ասած ամեն տարի նույն ձևավորումն են անում, բայց ամեն դեպքում գեղեցիկ է, ես մտածում էի շատ զբոսաշրջիկ չի դնելու, բայց այստեղ չնայած ամբողջ տարին շատ է զբոսաշրջիկները։ Մենք գնացինք Primark, դեպի Կատալոնիայի հրապարակ։ Այսպես ամբողջ երկարությամբ, ամբողջ փողոցի երկայնությամբ այս գեղեցիկ լույսերն են կախված, այնցերից միջև այս մյուս սայրը, դիմացը արևա, կարող այդքան լավ չերևա, հիմա լավ նկարեմ, քանի մեքենա չկա, անգամ մեքենա չկա այս պահին։ Ամեն դեպքում այստեղ տեսեք ճարտարապետությունը մեկը մյուսից շատ գեղեցիկ է ու շատ յուրահատուկ է։ Տեսեք, չգիտեմ արևը ինչքանով է խանգարում, երևում է թե չէ, բայց ամեն դեպքում ինձ թվում է կերևա։ Այսպես ուղիղ գնում ենք Կատալոնիայի հրապարակ։ Plaza de Catalunya։ Գնացինք։ Իհարկե տուրիստները կան, զբոսաշրջիկները, ամբողջ տարին այստեղ զբոսաշրջիկ կա, ճիշտ է։ Հիմա մի փոքր քչանում են, ամռվա համեմատ, բայց այս եղանակն էլ իր գեղեցկություն ունի։ Ճիշտ է, ծովում չեն կարող լողանալ, բայց հանգիստ առանց շոքելու, առանց, չգիտեմ, նեղվելու կարող են քաղաքը պտտվել, որովհետև Բարսելոնան շատ գեղեցիկ է ու շատ նայելու բաներ կա այստեղ։ Այս ամբողջը որ տեսնում եք, մարդիկ, տուրիստներ են։ Այստեղ իհարկե բոլոր բրենդային խանութները կան,
Գրեթե բոլոր բրենդային խանութները այս փողոցի վրա կան։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Այստեղ մարդիկ որ կանաչ լույս է լինում, մանավանդ գիշերը կանգնում են փողոցի մեջտեղը ու նկարվում են, նկարում են, շատ գեղեցիկ է։ Սա էլ Loewe իսպանական բրենդ է։ Տեսեք ինչ գեղեցիկ ճարտարապետություն ունի այս շենքը։ Ու այս գեղեցիկ շենքերում ներքևի հարկերը շատ սիրուն է ու ամեն մի բրենդային խանութ է տեղակայված։ Իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը։ Եղանակը շատ լավն է, արևի տակ լավ է, բայց եթե արև չի, մի քիչ սառնոտ քամի է, առավոտյան 4-5 աստիճան էր, սրտոտ էր, բայց հիմա էլ է առավոտ, ժամը 11-ն է, բայց ես առավոտ շուտ եմ ասում, որ շատ սրտոտ էր, իսկ հիմա մի փոքր արդեն տաքացել է 13, 14, 15 աստիճան, ամեն դեպքում շատ հաճելի լավ եղանակ է զբոսնելու համար։ Այստեղ էլ Primor կոսմետիկայի խանութն է, Isdin ֆիրման, որը նորից իսպանական բրենդ է, ու այստեղ շատ հանրահայտ ու բավականին լավ է։ Տեսեք լույսերը միջև այստեղ մեզ ուղեկցում են։ Ես սիրում եմ այս կենտրոնը, Բարսելոնայի կենտրոնը շատ եմ սիրում, շատ եմ սիրում այստեղ պտտվել, զբոսնել, չգիտեմ, բայց ամառը չեմ սիրում, որովհետև շատ զբոսաշրջիկներ կա ու խանգարում են մեկը մյուսին, իսկ այս սեզոնին արդեն հաճելի է զբոսնելը։ Այստեղ Max Mara բրենդն է, դիմացն էլ դիզելն է, մյուս կողմում էլ կան բրենդային խանութներ, ամբողջ 4 բոլորը այստեղ բրենդային խանութներ են, հյուրանոցներ են ու գեղեցիկ շենքեր։ Իհարկե նամանավանդ կենտրոնում, որտեղ շատ մեծ թվով զբոսաշրջիկներ կան, պետք է զգուշ լինել շատ գողությունից, որովհետև այստեղ շատ գրպանահատներ կան ու տարածված է գողությունը, դրա համար այստեղ սա էլ Nike-ն է։ Այստեղ միշտ պայու ձեռքդ պայուսակիդ վրա է, խոսքով պետք է անչափ ուշադիր լինել ձեր իրերին։ Այստեղ էլ Tommy Hilfiger ֆիրման է, Hilfiger Tommy, բոլոր տեղը սև ուրբաթ է, իսկ սա հանրահայտ Բարսելոնա, Բարսա թիմի, ֆուտբոլային թիմի, ակումբի խանութն է, որտեղ վաճառում են միայն այն մարզահագուստ, կոշիկ, այսինքն այն, ինչ վերաբերվում է այս թիմին։ Սա գեստ է։ Քիչ մնաց հասնեմ արդեն Վասիա դե Կատալոնիայի, այսինքն Կատալոնիայի հրապարակ, ինչ-որ դրոշներ եմ տեսնում, հաստատ ինչ-որ մի բան ձևավորած գեղեցիկ կլինեն, տեսնենք։ Չգիտեմ, ձեզ հետաքրքիր կլինի, լինում է, թե չէ ինձ հետ զբոսնելը Բարսելոնայի փողոցներով, գրեք խնդրում եմ, եթե հետաքրքիր է, Բարսելոնան շատ գեղեցիկ վայրեր ունի ու ես կարող եմ ձեզ ինձ հետ տանել։ Այստեղ է Լեգոյի խանութն է, փոքրիկների սիրած խանութը։
Ես արդեն հասել եմ Կատալոնիայի հրապարակ, այստեղ ինչ-որ ժապավեններ են կախել, հավանաբար լույսեր ասա, հավանաբար, չգիտեմ, ցերեկով ոչինչ չի ասում, բայց գիշերը հաստատ գեղեցիկ է լինելու։ Շատրվանները չեն աշխատում, երևի ձմեռը, աշնանվերջը չեն միացել, տեսեք նոր դեռ կախում են, երևի հավանաբար լույսեր ասա։ Ու հաստատ գիշերով շատ գեղեցիկ է լինելու, մի օր հաստատ իրար հետ գիշերով կգանք, ինձ էլ է հետաքրքիր, շատ սիրուն է։ Զբոսաշրջիկներ են, կամ Ճապոնիայից, կամ Չինաստանից, այստեղ էլ է շատ սիրուն։ Դեսիգուան խանութն է այստեղ, տեսեք։ Շարունակեք մեր ճանապարհը, մենք համարյա թե հասել ենք։ Այստեղ մոտակայքում մենք միասին իմ մշտական բաժանորդները հիշեն, որ մեկ թե երկու անգամ արդեն եկել ենք միասին այստեղ։ Սա իմ կարծիքով ամենամեծն է Primark-ը, Բարսելոնայում ամենամեծը Կատալոնիայի հրապարակում է գտնվում։ Այն կողմն էլ ուրիշ գույներ են։ Հիմա այսպես շրջվենք դեպի հակառակ կողմը։ Այստեղ էլ զբոսաշրջիկների համար հատկացված ավտոբուսներն են, լինում է կարմիր եւ կապույտ, կարծեմ 2 թե 3 գիծ է, այ չեմ հիշում, բայց կարմիրն ու կապույտը հաստատ գիտեմ։ Սա կարմիր գիծն է, լինում է կապույտ, ամեն մեկը տարբեր կողմերով է ման տալիս զբոսաշրջիկներին։ Սա էլ մյուս կողմն է Կատալոնիայի հրապարակը, ապսե շատրվանները միացրաշ իհարկե այստեղ մարդը շատ է։ Են հեռվում էլ վայրի աղավնիներն է, դա իրանց տեղն է։ Մարդիկ նկարվում են, իրենք արդեն սովոր են։ Ճիշտն ասած չի կարելի կերակրել, ինչքան գիտեմ, բայց կերակրում են, որ նկարվեն։ Այսինքն ամբողջովին հրապարակի այս մեջտեղի մասում աղավնիներն են, ընկոմն էլ շունիկն է։ Այստեղ շոտ են այս վայրի աղավնիները։ Մարդիկ արդեն բողոքում են այս աղավնիներից։ Ահա որ շատ են։ Տեսեք, մարդկանց մոտ են գնում ու նկարվում են, մարդկանց հետ արդեն սովոր են։ Գնանք մենք էլ մոտենանք աղավնիներին։ Hola. Այստեղ մի փոքր հիանալով վայրի աղունիկներով հիմա շարժվենք խանութ։ Այդ շատրվանները բացել են, տեսեք, պաստորեն դեռ շուտ է բացելու համար։ Հիմա նստենք ստամ։ Շատրվանները բացեցին, առանց շատրվան գեղեցիկ չէ, շատրվաններով ավելի գեղեցիկ է հրապարակը։ Այստեղ գործ են անում, չգիտեմ ձայնը լսվում է թե չէ։ Այս տեսեք, այս կանայք էլ
կեր են վաճառում, հիմնականում զբոսաշրջիկների վրա, որ զբոսաշրջիկները կենդանիներին, թռչուններին կերակրում են ու նկարվում են։ Մի հոգի էլ են կողմի վրա կա։ Հիմա միասին մտնենք Primark, ճիշտն ասած շուտվանից չեմ եկել, համը տեսնենք ինչ նորություն կա։ Դուք էլ ինձ հետ միասին գնացիք։ Ոյ արևի տակ հաճելի է, մի փոքր հովին նստել էի, զմայլվում էի գեղեցկությամբ, չորս բոլորը գեղեցիկ են իհարկե, բայց մի տեսակ այստեղ շինարարությունը ինչպես միշտ գնում էստեղ, բայց մի տեսակ մրսեցի հովին։ Հիմա արևի տակ եմ ու արևը շատ հաճելի է, շատ դուր է գալիս։ Ժողովուրդ ջան, ես արդեն տեղ եմ հասել, իհարկե շատ ժողովուրդ կա։ Արդեն տաք հագուստներ են բերել բողոկանին, տաք հաստ հագուստներ։ Հիմա ես գնամ տեսնեմ ոնց ինչքան հնարավոր է ձեզ համար կնկարեմ, որովհետև ժողովուրդը շատ է ինչպես միշտ։ Խոսքով առաջանցանք։ €18 Որակը իհարկե չգիտեմ ինչքանով է, լավ թե վատ է, բայց գինը իհարկե շատ հարմար է այստեղ։ Հերվից շատ հաստ էր երևում, մտածում էի շատ ծանր կլինի, բայց չէ, շատ թեթև է ժիլետը, ու ինչքան է, զղջվել է, չէ, €14, հա, €10 հիմա, զղջվել է, €10 է դարձել, հարմար բան է։ Սա էլ կուրտկաներն է, կարճ իհարկե, €16։ Սա էլ Primark-ի տոնական աքսեսուարների բաժինն է։ Հիմա տեսնենք այստեղ ինչ գեղեցիկ է, ույս ինչ հաճելի գույներ է։ Այստեղ էլ այսպիսի փոքր տոնաձառների կոմպոզիցիա է պատրաստած ու ոնց որ լույսով է։ Այստեղ էլ այսպիսի խաղալիքներ են տոնաձառի, բայց իհարկե հասարակ ու ինչ արժեքինը։ Հիմա տեսնում գինը 1.30, հա, տարբեր գների են, հեսա վրան կա, սա 1.30 է, սա ձմեռ պապիկը €2 է, այս աղջիկը 1.30 է, ձնեմարդը €2։ Սիրելիներս արդեն տուն եմ վերադարձել, ճիշտ ասած հեռախոսս անջատվեց ու չկարողացա ոչինչ նկարել։ Որոշակի շատ փոքր գնումներ եմ կատարել, հիմա ցույց տամ, թե ինչ գնումներ եմ կատարել։ Այսպիսի ֆորմաներ եմ գնել, թխվածքաբլիթ պատրաստելու համար ամանորյա, սա գնեցի, արժեքը €2 էր։ Սա գնեցի սրբիչ, նորից էլի ամանորին էր վերաբերվում, հիմա ես չեմ տեսել ինչ չափի է, չնայած գրված է 40-60, նորմալ չափսի պետք է լինի, ինձ թվում է սա ձեռքի սրբիչ է կամ թեյի, սա երևի ձեռքի է, այսպիսի սրբիչ է, ծայրին ձմեռ պապիկ, նոր տարվա թեմայով է, իհարկե,
Եվ սա է խոհանոցային սրբիչներ են։ Սա էլի նորից նոր տարվան վերաբերվող արժեքը, եթե ձեզ հետաքրքրի մեզ մոտ ինչքան էր, սա 6 եվրո։ Արժեքը 6 եվրո էր։ Սա եմ գնել, կլվանամ նոր կօգտագործեմ։ Եվ գնել եմ ծածկոց, Եվ այսպիսի ծածկոց եմ գնել, արժեքը 14 եվրո էր, բայց զեղչվել էր, դարձել էր 10 եվրո։ Կար և սպիտակը, կար սպիտակ չէ, մի փոքր բաց կրեմովի էր։ Կար և այս գույնը, բայց մեր բազմոցի հետ սա ավելի լավ էր համընկնում, քան սպիտակը։ Որոշեցի սա, ես նայեցի այս գույնի բարձ չկար, ուզում էի այս գույնի բարձ էլ գնեի, սպիտակ կար, շագանակագույն կար, անգամ կարմիր կար, բայց մոխրագույն չկար։ Մի խոսքով սա գնացի, բավականի սա տաք է պահում, լավ տաքացնում է, 14 եվրո էր, դարձել էր 10 եվրո։ 10 եվրո էր գնել, չափն էր բավականին մեծ է, փոքր չի, 170 սանտիմետրը 200 սանտիմետրի վրա է, ու բավականին լավն էր, որոշեցի սա էլ գնեմ։ Այսքանն էին մեր գնումները։ Սիրելիներս, մեկ անգամ եւս ներողություն եմ խնդրում, որ հեռախոսս անջատվեց, չկարողացա ձեզ համար շատ նկարել Primark-ում։ Այսքանն էին իմ այսօրվա գնումները, այնտեղ մի փոքր էլի աքսեսուարներ կային նոր տարվա, կապակ նվիրված, դա չկարողացա նկարեի, բայց հիմնականը նկարել եմ։ Երևի այսքանով այս վլոգը ավարտեմ, ձեզ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ ձեր դիտումների, գեղեցիկ խոսքերի, լայքերի, խնդրում եմ չմոռանաք լայքերը, ես գիտեմ, որ շատ մեծ թվով մարդիկ նայում են հեռուստացույցով ու դժվարանում են լայքերը, ինձ ասել են իհարկե, չեն կարողանում հեռուստացույցով լայքեն, կարող եք հեռախոսով լայքել, հեռուստացույցով նայել։ Բայց անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, այնուամենայնիվ ձեր դիտումների, մեկնաբանությունների և լայքերի համար։ Սիրում եմ ձեզ բոլորիդ ու շնորհակալ եմ, որ դուք այդքան լավն եք, բաճիկներ բոլորիդ։